Անոնհոտ եւ الآن ոտվո عظة եւ ողջույն البطريرك Սրբո ամեն։ رفائيل بطرس بمناسبة دفن المسيح يسوع Սերերի باللغتين քույրեր եւ الأرمنية եղբայրներ, والعربية. ավասիկ այսօր գտարնանք 2026 տարիներ առաջ եւ Հիսուսը բռնված եկան եւ զինքը դարին տադեցին եւ տադաբարդեցին մահվան։ Այս ամբողջ շաբաթվա ընթացքին ապրեցանք ճիշտ այն պայմանները եւ այն հիշադակները, որ Քրիստոս գրեց։ Եվ սակայն այսօր այս մեր բոլոր աղոթներու մեջ զիս գահրաբուրե երկու գետ։ Առաջինը, որ այն հարյուրաբեդը, որ խաչի մոդն էր և վերջին խոցը դվավ Քրիստոսի սրդի մեջ, նշմարեց, որ գեսորվա ընթացքին արևը հավարեցավ և մտակնեցավ ամբողջ աշխարհը։ Եվ վերջին ջիկը տապելով Քրիստոս իր հոգին գավանտե հոր ձեռքերում մեջ։ Այդ հարյուրաբեդը գսե իսկապես արտար էր այդ մարդը։ Այսինքն այդ բահին հավատաց Քրիստոսի։ Իս երկրորդ դեպքը, երբ Քրիստոս խաչի ճանապարհով գնտանար դեպի Գողգոթա, հոն գար նաև խումբը գիներու, որոնք ըստ սովորության հին իրենց գործքը զարնելով գողպային զինքը կտալով։ Քրիստոս ուզիչ է։ Քրիստոս այնքան հոգնած արջուն լվա վիճակի մեջ գտարնա իրենց և քաղցրությամբ, հայրական քաղցրությամբ, աստվածային ողորմությամբ իրենց գսե մի լակին վրաց։ Լացեք դուք ձեր վրա և ձեր զավակներուն վրա, որովհետև օրերը պիտի կան և ճշմարտությունը պիտի դուրս գա։ Եվ այս երկու դեպքերեն հետո ես կվերադառնամ ես իմ անձիս։ Եվ կուզեմ ինձինքս տնել կամ այս կամ այն դիրքերում մեջ։ Եվ սակայն չեմ գտնել ինձի համար դեղնը։ Ոչ հոր, ոչ հոր։ Որովհետև գտեսնեմ իմ մեջս տավաճանությունը։ Ես Քրիստոսի ամեն օր կտավաճանեմ իմ հմբարտությանպես, իմ անձնասիրությանպես, իմ պամպասանքներովս։ Եվ իրեն դիմաց գուկամ և գսեմ իրեն, ով Իսուս, քեզ կսիրեմ։ Գուկամ զինքը գարնեմ սուրբ հաղորդության մեջ և ես գհավատամ, որ ինքը Քրիստոս գտնվի ֆիզիկապես սուրբ հաղորդության մեջ և իրեն գսեմ գերգրվակեմ քեզի ով դեր, բայց դուրս գելեմ և գսկսիմ ծաղկել իմ եղբայրս, իմ քույրս, իմ զավակս, իմ հայրս, իմ մայրս, իմ շրջանակս։ Տավաճանքս կամ ինձինքս, որովհետև
չունեցա ճշմարիտ զղջումը, որ անդրադառնամ այդ աչագոմյան ավազակի նման կոնե, նվազակույն, որ դեսավ Քրիստոսի մեջ այդ ճշմարտությունը եւ ասա որ քանի որ դու գսես թե տակավորություն ունիս, ինձ հիշե եւ Երևակայեցեք, դու գնաք Երևակայեն, ինչ կնշանակե այդ արյուն լվա ոսկորները, քամերը, մեխերը իր մարմնի մեջ արյուն կկրնի, ծարավ, վերջացած, սպարած, վերջին վարգյանները իր ամբողջ ուժը գահավակե և գնայի ավազագին և իրեն գսե այսօր իսկ հետս պիտի լաս իմ արկայությանս մեջ։ Երանի գարենամ այդ բախտ ունենալ կոնե վերջին վարգյանին հավատարիմ կդնվի իմ Քրիստոսի։ Խաչին նայելով կտեսնեմ իմ մեղքերս։ Խաչին նայելով կտեսնեմ իմ տավաճանությունները։ Խաչին նայելով կոնե խիղճս կշարժի, որբեսի վերադառնամ և իսկական մաքուր սրտով մոտենամ։ Այս արարողությունները, սիրելի հավատացյալներ, ճիշտ այս նպատակին համար եղած են, որ եկեղեցին կմտածե մեր հոգիներու փրկության եւ այս հիշատակությունները կբերե մեզի, որ չմոռնանք այդ գերակույն սերը, որ այս մարդը, այս Աստվածը ինձին կզոհեց ինձի համար, ամեն մեկը մեզ է ինձի համար եւ ավելին պիտի չսեմ։ Ամեն մեկը մեզ մտածե իսկապես թե ինչ կբահանջվի ինձ եւ ինչ կսպասվի։